Մի նշանավորության տակ են գիտեք, չէ՞։ Այն դիրքն այ պոստեր է, այն դիրքը տապանելով են։ Բերթավանցիների խաղողի բերքահավաքը կրկին Ադրբեջանի հենակետերից սկսված անկանոն կրակահերթն է ընթատել։ Վաղ առավոտից դաշտ դուրս եկած գյուղացիները կեսօրին ստիպված են եղել դադարեցնել աշխատանքը։ Իմ կողքը, որ ես սպարկած եմ, 5 մետր են կողմը սկսեց արդեն խփելը։ Փողի մեջ տեսնում եք թփթփոցը։ Անընդհատ ավելի կանավի մեջ պարկում, որ կողքերքս էին այմ արդեն, որ ծակած տեղ չերևա։ Բալի ժողովուրդ ջան։ Բալի սախպեր։ Ինչ եք։ Նորմալ էլի։ Մի քանի հատ կրակոց լսվեց, բայց էլի եկանք, ասենք Տեր Աստված դուք եք մեր կռանը։ Թուրքնիչ գուլլակցի իրա վզին կնակպչի։ Բերթավանի համայնքի խաղողի այգիների համեմատաբար ավելի ապահով հատվածն է, որի գրեթե 50%-ն է տեսանելիությունը, իսկ մնացած մոտ տարածքի 80%-ը ավելի վտանգավոր է։ Բարեբախտաբար խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակոցներից զոհեր եւ վիրավորներ չկան, սակայն վնասվել է Բերթավանի բնակիչ Գագիկ Բարխուդարյանի վազ 2106-ը։ Գնացելանա ինձ քրիշում սեստի արդեն գուլլենը դեր։ Հա, էսա ծակացը։ Քաղեցին բրծավ, հետո ցեցի կռասնելը։ Կռացրին տապարիկ։ Մի քիչ հանգստացան։ Ումնել դե ավտոմ տվին, բայց ավտոմ ցածեի կուղել։ Հա, ծաղացել, հա, ծաղացել։ Պարկեցինք վազանվիշիմն էլ դե հանկետա կխնես վիրով կնումա։ Նա մի հատ թքվեցել է, սեսի ավտոմ վիկալավ։ Հետո տվին ասժաշ։ Ավտոյի մեջ մարդ չկա, չէ՞։ Չէ, ավտոմ։ Մենք հաջարակում ենք։ Սկզբից ավտոմատ գցեց։ Մի քիչ ուշ սկսեցին դեշեկա, բանտեկա տվին։ Սկակով էլ տվին։ Կրակոցների ժամանակ Գագիկն ու տղաները մեքենայում չեն եղել, այդ պահին խաղող են հավաքել։ Հենց խաղողի վազերի տակ էլ պաց սպարվել են ու փրկվել։ Միկտո հացեք ունեցել տվել, որ լավ ստացվեց պրծանք։ Բարկասում արդյոք վնաս չի տվել։ Պագրիշկից մտել է, են մի պագրիշկից դուս եկել, մտել են կռլո են տակի մասում։ Կրակոցների լուրը լսելով շտաբ Բերթավան է մեկնել մարզպետը, գյուղացիների կողքին խաղողի դաշտում էր նաև գյուղապետը։ Անընդհատ խաղողի հավաքման պրոցեսը խանգարվում է կանոնավոր ձևով, չնայած համարժեք արվում է ինչ պետք է, բայց ամեն դեպքում ցանկացած մի կրակոց կարող է ճակատագրական լինել։ Լրացուցիչ բարդություն առաջանում է նրա համար, որ մարդիկ սա մենակ գործ չէ, էլի խմբով օգնելով կամ պետք է աշխատողներ լինեն, բայց արդեն մարդիկ ռիսկ չեն անում օգնող կանչեն, որովհետև դու ինքդ կարող ես քեզ ռիսկի ենթարկել, բայց քո բերքի համար ուրիշին հեշտ չի։ Արդեն սեպտեմբերի 1-ից 6 ժամանակահատվածում բոլոր վնասները հաշվարկվել են մասնագետների կողմից 66 միլիոն դրամ, 588 ուրեմն միավոր վնասված ուրեմն այս միավորներ ունենք, հաջորդ կառավարության նիստին դա կառավարության կողմից կքննարկվի, փոխհատուցենք։ Սահմանագիծը սկսվում է սահմանը ընդեղից է։ Բերթավանը Ադրբեջանի սահմանից 300 մետր է հեռու, այստեղ հակառակորդը հաճախակի է կրակում խաղաղ բնակիչների ուղղությամբ։ Գյուղացիներն ասում են, կրակոցներից անհանգստանում են, վնասներն էլ շատ են, բայց մի հարցում հաստատակամ են, ոչ ոք եւ ոչինչ չի ստիպի թողնել հայրենի հողն ու հեռանալ։ Լող լավը կլող։ Նրանք դուխ ունին, որ մոդիկից կան, նրանք դուխ չունին, նրանց հերվից կապկություն անելն է։ Մեր աշխատանքն է պետք է տանենք։ Ինչի հերն եմ անիզելով ատավեցում թե որ վախեն։ Դուխներս տեղն է։ Կեսօրից հետո կրակոցները դադարել էին, գյուղացիները կրկին խաղողի այգիներ էին վերադարձել, Բերթավանում կյանքը շարունակվում է։ Պատկեր։ Ջան։ Ազնիվ Կարապետյան, Գագիկ Շամշյան, Կարեն Թադևոսյան, այսօր։